մարզահամարները տալիս են մրցումը սկսվելուց մոտ 2 ժամ շուտ։ Հայրս էր ստանում մարզաշապիկը ստացավ ու դե վրան գրված էր Ադրբեջան։ Առանց երկմտելու փակեցի ու գնացի։ Արժանապատվության հարցեր, նշում է Միքայելը, իր երկրի զինանշանի կողքին չէր կարող լինել թշնամի պետության անունը։ Ինքնասիրությունս պիտի դնեի կողքի, որ Ադրբեջան գրվածքով դուրս գայի մրցելույթի էլ։ Տեղից էլ կերև է մեր ընկերները, մեր տղաները, տվով ամենաշատ զորը տոկոսային հարաբերությամբ հենց աշոսքն է տվել։ Ինչը ես պետք է ամեն ինչը դնեի կողքի ու լավ զգայի։ Ժամանակակից աշխարհում ինչ տեսնում ենք, քաղաքականությունը հենց սպորտի մեջ է, մշակույթի մեջ է, արվեստի ու գիտության մեջ է։ Կարծում եմ, որ ինչքան էլ դեմ եղնենք, թե քաղաքականությունը սպորտից դուրս է, դի այդպես չէ։ Մի էսպային ես աշոցքում եմ ու ձեզի պիտի ցույց տամ այն մարդուն, ում մասին ես վերջի մի քանի օրը խոսա ամբողջ համացանցը ու ոչ միայն հայկական ինտերնետային տիրույթը, այլ նաև միջազգային։ Ինքը Միկան է, Միքայել Միքայելյան, աշոցքցի դահուկորդ, ու ինքը այն մարդն է, այն տղեն է, ով միջազգային մրցաշարի ժամանակ իրա մարզահագուստի ինչի վրայից համարի վրա մարզահամարի այդ շապիկի վրայից փակել էր Ադրբեջան գրված անունը, որովհետև այս մարդը թասիբ ունի, այս մարդը հայրենասեր է ու այս մարդը մի կողմ դնելով նույնիսկ որակազրկման վտանգը երել է այդ քայլը հանուն հայրենասիրության ու ես կուզեմ, որ մենք բոլորս որպես հայ բարձր գնահատենք Միկայի արարքը, անկախ ամեն ինչից որ կքաղաքականացնեն կամ չեն քաղաքականացնե, ես վստահ եմ, որ դիք շատ կարևոր բան է։ Կարծում եմ, որ ցանկացած արժանապատիվ հայրենասեր հայ իմ տեղում նույն ձև քայլ կեներ։ Ես իմ կողմից կուզեմ շնորհակալություն այդ քայլը ինելու ու հայ ազգի պատիվը բարձր պահելու համար քեզ էլ լիքը հաջողություններ։ Իդեպսեմ որ Միկան այս փետրվարին պիտի մասնակցի արդեն 3-րդ անգամ ձմեռային օլիմպիական խաղերին ու մենք բոլորս Միկային մեր աշոտցի հայտնի դահուկորդին մաղթենք միայն հաջողություններ։ Հաջողություն։ Սաղ